Ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանը հայտնվել Ճաղերից այն կողմ։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո։ Հարցն այնքան էր հունցանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների։ Քննչական կոմիտեն նաև չի բացահայտում, թե արդյոք արդեն մեղադրանք է առաջադրել ու կտանի արդյոք նրան կալանքի։ Կոռեկտ տոնով Փաշինյանին դիմաց Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գորգորոցի էր արժանացել։ Վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Արթուր Օսիպյանն եմ, Փալանչի աննասունն է, դուխ կենթանի, դուխ կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին է խոսում, այդ տական։ Արթուր Օսիպյանին ձերբակալել են։ Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ իրավապահները կասկածանքի հիմքում հենց Փաշինյանի հետ Օսիպյանի շփումն են դրել, ոչ թե դրանից առաջ նրա արած գրառումը։ Հələ դրան։ Արաբկիրում քարոզչություն անող վարչապետին Օսիպյանի գրառումը ցույց էր տվել ազգային ժողովի նախագահը։ Այդ սկրինշոթում գրված էր, թե Փաշինյանի տեղն է փնտրում, որ մեջբերեմ բմբուլները օդ հանի։ Ըստ ներքին գործերի նախարարության տղամարդուն ձերբակալել են անմիջականորեն ծագած կասկածով, բայց թե կոնկրետ խուլիգանական ինչ արարք է թույլ տվել Օսիպյանը, ժամեր շարունակ չեն բացատրում։ Իսկ ինչու ներքին գործերի նախարարությունը նույն կերպ չի վարվել Օսիպյանի վրա գոռացող Փաշինյանի հետ, նախարարությունը լուռ է։ Ռոբեն նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացինել եմ սատկացնելու։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Ենքան սեքսի դաս են տվել, տպավարվել անը։ Գլխավոր դատախազությունն էլ չի ուսումնասիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը համեմված վիրավորական արտահայտություններով ու սպառնալիքներով, ինչու նրանք էլ չեն մանրամասնում։ Գլես փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք, այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոդը, համբալներ։ Սրանք սպառնալիքներ են, սրանք հայոյախոսություններ են, սրանք քրեորեն դատապարտելի արարքներ են։ Սակայն իրավապահները իշխանությանը քննադատող ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում խուլիգանության, սպառնալիքների, բռնության կոչի, ատելության խոսքի հոդվածներով, մեղադրանքներ առաջադրում, հաճախ կալանավորում։ Իշխանականները վստահ են, որ օրենքն իրենց դեմ չի կիրառվի, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Եվ իրենք կարողացել են արդարադատությունը եւ ընդհանրապես ուժային կառույցներին պետական այդ ամբողջ բուրգը վերցնել իրենց ձեռքում, այնպես իրենց թվում է այնպես ամուր են պահում, որ այդ օրենքը իրենց դեմ չի աշխատելու ոչ մի դեպքում։ Իրավապաշտպանն ընդգծում է, Փաշինյանը շարքային քաղաքացի չէ, նա պատասխանատու է իր ամեն մի խոսքի համար։ Հարությունյանը սակայն արդարադատության հույս չունի, պնդում է, ատելության, բռնության խոսքի տարածման հեղինակը Սիրո ու Թավշյա հեղափոխության խոստումները դրժած Փաշինյանն է, որը սակայն ինքն է խախտում իր թիմի ընդունած էթիկայի կանոնագիրքը։ Նախկինում էլ մի բարձր մակարդակ չենք ունեցել։ Հիմա ընդհանրապես դա վերածվել է փողոցային սովորական խուլիգանական կռվի, փողոցային լեզվակռվի, փողոցային ծեսկրտուքի է վերածվել եւ առաջատարը տանող ուժը շոգեքարշը Փաշինյանն է։ Ընդամենը 5 ամիս առաջ էր իշխող քաղաքացիական պայմանագիրը ազդարարել այս կանոնագրքի մասին, որով մերժվում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում քաղաքական գործընթացներում։ Ըստ կանոնագրքի ԿՊԱ-ականները պարտավոր են ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանել հանդուրժողականությունը։ Քրեական մտածողությամբ, փողոցային մտածողությամբ են առաջնորդվում։ Հենց Փաշինյանն էր իրենց կանոնագրքի մասին տարեվերջին գրառում արել ու ընդգծել, որ կուսակցությունը որպես կառավարող ուժ հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս փաստաթուղթն ի դեպ նաև կարգապահական պատասխանատվություն է սահմանում։